Ձեր բարեկեցությունն ավելացել է 50%։ Չէ, ինչ բան, ոչ չէ, ինչն է, իրանց ավելացել 200-500%-ով, մերը չէ, մեր հələ վատ ենք, ավելի վատ, թանկացրել է, ինչ, չէ, ոչ մենը չէ։ 10,000 թոշակներ ավելացրել եմ, կարակ թռնեք լավ։ Եմ ստանես թոշակառու չէ, ես չէ, ինչն ավելացել, աշխատողն է բողոքամ, աշխատողը ինչ պետք է ասի, չէ, ինչն ավելացել, ավելի վատ։ Գնալը թանկաց, մեկ էլ եմ իշը 5,000 դա, մեկ էլ կարակ 5,000 դա, թանկացել, կարոր մանստան դամատեկը թանկացել է, թանկանը ամեն ամիս թանկացնում է, ինչն ավելացել, 10,000 դրամը ինչ, 10,000 դրամից չապել թանկացել է, ապրան, հաշվոր չի ավելացել, մնում գումարը տեղը փողելից գումարը չի փոխվում, նույնն է, էլի, ասենք, որ թոշականը բողոքում եմ բանս։ Հիմա դուք չեք եկել իր քարոզարշավ։ Եկել եմ որոշ հարցեր տանք, էլի ասենք։ Օրինակ ինչ հարցեր պիտի տան։ Դե ասենք տրանսպորտի բանով ասենք էժանացնես ապում Երևան տրանսպորտը ասում եմ եկրցնել եմ իր ձեռքից ասում եմ Ծառուկյանի էլի ես դրանք էլի ասում եմ էժանացնել տրանսպորտը Ձեզ չի գոհացնում, որ քարոզարշավներին ինքը ասում է Եռագլուխ կուսակցությանը պատերազմի Ծառուկյան, Քոչարյան, Սամվել Կարապետյան կզցնելու եմ, սատկացնելու եմ, էս եմ անելու եմ անում։ Ես եմ ասենք, կարող ասենք թե ինչ-որ բան կա էլի, ճշմարտություն կա, ես կարող է երևել ասենք, ասենք էլի, ես եմ ասում ես դիվանագիտության ճանապարհով ասենք, այսօր թշնամին մեր տարածքը, գիտեք չէ՞ մտել է մեր տարածք, այն բարձունքները գրավել է, Հայաստանի սարը, միայն ջերմուկը չի, այն իշխանասարն, այն սերտը Վարդենիսն, ներքի շորժը, ասում եմ դա ասենք, ասում ենք այդ ոնց ալել է Պարեն Փաշինյան, ինքը Ալիևը ասում սահմանը գցենք թշնամին դիվանագիտական չափ դուրս գալի, բայց Ալիևը հակադարձում, ասում չի ասում, ես դուրս չեմ գալու, նման բան չկա, էլի դուք ինձ հողտ ասում, Ալիևը հակադարձում, ոնց որ ասում, ոնց որ դրանց դուրս գալու ոնց խափում, էլի ժողովրդի ոնց որ ասած էլի։ Ես բարձր երև, այդպես էլի, այդտենց էլի, հա։ Ես տենանք ինչ կլն էլի, տարածքային հարցը, տարածքային հարցը։ Ասեք սահմանը գծած է, ինչ պետք է գծեն, ասում եմ, մատիվ սահմանը գծած է, ինչ պետք է գծեն։ Պետք է վարզապես հանեն, դուրս իրենց հանեն մեր սահմանները, այդ մեր տարածքը գնոտ է գրավել են, չէ՞, դա հարցում։ Էլ ինչ պետք է գծեն սահմանը, որ ասում Բայց ասեց այդ Սև լճի այդ 30 կիլոմետրի համար չենք գնալու։ Ասենք Գորիս Ղափան ճանապարհ մեր ինքնիշխան տարածքն է, չէ՞, ինչա տավերա թշնամում 20 կիլոմետր շաս, մենք 20 Գորիս Ղափան ճանապարհ, այն շրջանցում ենք ուրիշ բանում ենք գնում Գորիս Ղափան։ Այդ ինչու՞ մարա տավեր մեր ինքնիշխան տարածքն է եղել էլի։ Ես ինչ են իրար հետ պայմանավորել, չեմ չի իրականությունը չասեմ ժողովրդին։ Կարծում եք հիմա կանգնեք իր առջև հարցնեք ուղիղ պատասխանելու է, ասի հա պայմանավորվել է։ Չեմ կարծում, չի ասի, ճշմարտությունը չի ասի ես։ Հա դա դիվանագիտություն կան էլի, դա կասի հա լավ կլինի բան, հա ես եմ երևի որ երար տադարվել է, ճիշտ չի ասի, իհարկե չի ասի ճիշտ։ Ինչ են իրենք պայմանավորվել ընդեղ Ալիևի հետ, կարող մեր սովետական ժողովրդին ճշմարտությունը չի ասի։ Որ ոնց ասեմ, ոնց որ երևի շարժման առարկա չդառնա իր դեմ էլի ես եմ։ Դա խորոք չասել ես, կապրենք տենանք էլի ես եմ։ Իսկ որը խոստացել էր, ասել էր թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ հետ եմ բերելու, հիմա ամեն քարոզարշավային հանդիպման ժամանակ ասում է տեսակ ժողովուրդ հետ եմ բերել հատիկ առ հատիկ, դուք որպես քաղաքացի գոհացել եք դրանից, դուք զգում եք ձեր մաշկի վրա, որ թալանը հետ է բերել։ Չէ, ասենք ինչ որ բերել, ասենք ոչակի իրար մեջ են արել, իր կուսակցությունով իրանց վարքա վճարներն են, իրանք են լավ ապրում, իրանք են հարստանում։ Ժողովրդին ինչ, ասենք դուք ասենք կոնկրետ դուք զգացել եք որ լավ ասենք։ Չէ, ոչ մեկ ասենք ժողովուրդը։ Ասենք իր շրջապատը, հա, իր շրջապատը լավ ակուռ ապրում են, հարստացել են ասենք։ Իրան նեղ շրջապատ։ Չէ, ինչ միլիարդավոր դոլարներ ասենք մասխալ են, 30 տարի մեջ 10 միլիոն ուր այդ։ Չի բեր, ինչն է պետք։ Ասած Ծառուկյանի Փեսագուլոյանի տունը ժողովուրդ շնորհավորում եմ ձեզ ձեր սեփականությունն է։ Հա, բայց ասում եմ 80 դոլար պետք է հետ վերցնեմ ձեռից, 80 շենքեր պետք է կալեմ ասում ով է։ Ես այդքան չեմ էլ հավատում էլ չգիտեմ էլ փողի ձևով գվերցի, ասում հա փողերը կվերցեմ բաժանեմ ժողովրդին Ծառուկյանի հետ օլիգարխներից փողերը գուլակաթափ կանեմ, չեմ անում էլ ես չեմ հավատում էլ ասենք անկեղծ ասած
Պետք է Որոշվել եք արդեն ում եք ընտրելու, թե այդ հարցերից կախված։ շելը չեմ որոշել էլի ես։ Իր եւ իրան շանտրեմ էլի ես։ Առնելով 8 տարի։ ու տարին ասած ես ոսկի սարեր Խոստանը բայց եկավ ոնց խապեց էլի ժողովրդին խոսախապար է ժողովրդին էլի խոսախապ եղավ ժողովուրդը Կողքի տիկինը հուշում է, որ պարտքեր է արել, բայց ինքը բացատրում է, ասում է այդ պարտքերի դիմաց ես զենք եմ արել, վաղը մայիսի 28-ին եկեք Հանրապետության հրապարակ, տեսեք գերհզոր զենքները։ Գնալու եք։ Չգիտեմ էլի այնուր ես տեսա մի 2-3 օր առաջ այն աթասաները դրած են դե բայց փակած էր էլի ասեմ քրին չխելով փակած էր կային լավի կարատ աթասը այն բաները թնդանոտ այդ զենիտային արտերները բան հա տեսել եմ հա ես դրանք էլի չգիտեմ ասма էդի հնդկականները մեկը մի ասեց թե էդի չի լավ զենք չի աշխատող հարցակող զենք չի պաշտպանողական զենք էդի հարցակման չի պիտանի չի ասեց մեկնիկան հա մենք աս պաշտպանվում ենք դե պաշտպանվելով ինչ պետք է լինի արկեղած դեպքը պետք է հարցակ պաշտպանվելով պարտվում են էլի հարցակվում ախտաբել ես եմ ասում եմ պաշտպանվելու համար ենք ասում որ խաղաղությունը լի ասում պատերև չլինի որ իր ժողովուրդը դեմ չգնա ինքը նորից վերարտադրի